Իրանի իշխանությունները հունիսի 25-ին վերսկսել են երկրի արևելյան մասի օդանավակայանների գործունեությունը։ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարությունը հայտնում է, որ երկրի արևելյան հատվածի օդային տարածքը վերաբացվել է ներքին, միջազգային և տրանզիտ չվերթների համար։ Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ռազմական և քաղաքացիական հատվածների միջև համակարգող կոմիտեի որոշման հիման վրա և երկրի ներկայիս պայմաններում անվտանգության գնահատումներ անցկացնելուց հետո օդային երթևեկությունը աստիճանաբար բնականոն վիճակի վերադարձնելու և ավիացիոն անվտանգությունն ու պաշտպանությունը լիովին ապահովելու նպատակով երկրի արևելյան կեսի օդային տարածքը վերաբացվել է տրանզիտ, ինչպես նաև ներքին և միջազգային թռիչքների համար։ Միևնույն ժամանակ նշվում է, որ երկրի արդեն հյուսիսային, հարավային և արևմտյան շրջաններում գտնվող բոլոր օդանավակայաններից ներքին և միջազգային չվերթներ չեն իրականացվելու մինչև հետագա ծանուցում։ Հիշեցնենք, Իսրայել-Իրան 12-օրյա հակամարտության ընթացքում երկու երկրների օդային տարածքները փակվել էին։ Կողմերի փոխադարձ հարվածների հետևանքով վնասվել են մի շարք ենթակառուցվածքներ, բնակելի, ինչպես նաև բուժհաստատությունների շենքեր, կան զոհեր և վիրավորներ։ Իրանում զոհվել է 627 մարդ և վիրավորվել 4935, Իսրայելի տվյալներով հակամարտության հետևանքով երկրում զոհվել է 28 մարդ, վիրավորվել 1472-ը։